Մեզ պետք չի ցորեն, մեզ պետք են մեր իրավունքները։ Երբ մեր իրավունքները պաշտպանված էին, մենք ունեինք նաև ցորենը Արցախում։ Եվ ասելը, որ հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին խոսելը վտանգավոր է և խաթարում է խաղաղությունը, սա աննորմալ է, սա ասելն արդեն մարդու իրավունքների ոտնահարում է, և սա ասելով է խաթարվում խաղաղությունը, որովհետև խաղաղությունը այն է, որ քո իրավունքները պաշտպանված են և դու խաղաղ ես։ Բացի դա, Հայաստանը որպես քաղաքակիրթ երկիր միացել է բոլոր այն կոնվենցիաներին և փաստաթղթերին, որոնցով ոչ միայն ասվում է, որ փախստականները իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայրեր, իրենց տները, այլև պահանջելու իրենց ունեցվածքը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Փախստականների մասին կոնվենցիան 51 թվականի, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Պինեյրոյի սկզբունքները, այս բոլորին Հայաստանը միացել է, և Հայաստանը պարզապես չի կարող փախստականների վերադարձի իրավունքի դեմ խոսել։ Նույնիսկ Արցախի ինքնորոշման բանակցությունների ժամանակ հնարավոր չէր ժխտել այն կետը, որ հայերը պետք է վերադառնային Ադրբեջան փախստականները և ադրբեջանցիները վերադառնային Հայաստան։ ԵԱՀԿ Մինսկի խմբում դա միշտ ամրագրվել է։ Հիմա փաստորեն մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ժխտում է փախստականների վերադարձի իրավունքը, ընդ որում այն փախստականների, որը հենց իրենն են։ Եվ իրականում հենց սրա պատճառով է, որ Նիկոլ Փաշինյան և քաղաքացիական պայմանագիրը հարձակվում են եկեղեցու վրա, որովհետև եկեղեցին պայքարում է հայերի իրավունքների վերադարձի համար։